4 կարևոր պայմաններ կան սիրելիներ, որ մարդը պետք է գործածի, որպեսզի կարողանա մաքրությամբ, սրբությամբ եւ անմեղությամբ մոտենալ Սուրբ Հաղորդությանը։ Առաջին պայմանը ինքնաքննությունն է։ Պողոս Արաքյալը Կորինթացին ուղղված իր նամակի մեջ ասում է. ամեն մարդ նախ թող ինքն իրեն քննի, հետո նոր մոտենես հացին ու գինուն։ Ինչ է սա նշանակում, որ յուրաքանչյուր մարդ, երբ որ գործողություն պետք է կատարի, նախ ինքն իրեն պիտի քննի, մտնի իր հոգու խորքերը, սուզվի այնտեղ, հասկանա ինչեր կան այնտեղ, ինչ բաց թողումներ կան, ինչ մեղքեր կան, որպեսզի կարող այդ ամենը վերհանի, մաքրվի, սրբվի, նոր մոտենա Քրիստոսին։ Ինքնաքննությունը կարևոր պայման է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, ոչ միայն Սուրբ Հաղորդությանը մոտենալու, այլև յուրաքանչյուր գործ կատարելու։ Անկամ մեր ապրելու ընթացքի մեջ մենք ամեն օր պիտի քննենք։ Մեկ ուրիշ տեղ էլ Պողոս Արաքյալն ասում է. քննեք ինքներդ ձեզ, տեսեք արդյոք նույն հավատքի մեջ եք, երբ որ հավատացիք, եւ հիմա ինչպիսին եք դուք։ Այսինքն մենք ամեն օրը մեր պետք է քննությամբ անցկացնենք, որպեսզի հասկանանք այն ջերմերանտ հավատք, որ մենք ունեինք, այն սիրով, որ մենք Քրիստոսին մոտենում ենք, այն ջերմերանտ աղոթներ, որ ամեն օր մենք անում ենք, այսօր մենք այդ ամենը անում ենք, թե չէ։ Եվ վերջապես մենք պետք է մոտենանք Քրիստոսին։ Երբ որ որևէ մեկի մոտ կարևոր հանդիպման ենք մենք գնում, մենք ամեն կերպ պատրաստվում ենք, նույնիսկ ինչպիսի զգեստ պիտի հագնենք, ինչպիսի սանրված պիտի ունենանք, նույնիսկ կանայք ինչ շրթներ պետք է օգտագործեն։ Թե այս ամենը մարդու հետ հանդիպման համար կարևոր է, դու ինքդ քննում ես, ստուգում ես, նույնիսկ կարծիք ես հարցնում, թե ինչպես պետք է անել, ուրեմն նաև շատ կարևոր ու անհրաժեշտ է հասկանալ, թե ինքնաքննությամբ ինչպես ես ուզում մոտենալ Քրիստոսին։ Առաջին հարցը՝ դու մոտենում ես հացի եւ գինու, թե մոտենում ես Քրիստոսի մարմնին եւ այրանը։ Երկրորդը ծոմապահությունն է, սիրելիներս։ Ծոմապահությունը ոչ թե որոշակի ուտելիքներից հրաժարվելն է, այլև որոշակի մեղքեր գործածելն է։ Շատ կարևոր է հասկանալ, որ ոչ թե որոշակի մսեր մենք չպիտի ուտենք, բայց մեր սիրտը պիտի ցանկանա, մենք անհագ ցանկություն ունենք ուտելու, այլ մենք պիտի կտրենք այդ ամենը մեզանից։ Ծոմապահությունը կարգապահություն է, որ նաև պետք է հպարտության չվերածվի։ Հիշում եք, Փարիսեցու աղոթքի մեջ ասում է. շնորհակալ եմ Տեր, որ շաբաթը 2 օր ծոմ եմ պահում։ Սա հպարտության պատճառ չէ, սա խոնարհության պատճառ է, որովհետև որ դու չես ուտում, քեզ զրկում ես այդ քաղցր համեղ ուտելիքներից, դու քեզ խոնարհեցնում ես, նորից ինքդ քեզ տեսնելու, հասկանալու եւ ճանաչելու։ Եվ ծոմապահությունը ոչ միայն ուտելիքից պահելն է, այլև մեղքից հեռու մնալը։ Ինչ կարևոր է, թե մարդը 2 օր ծոմ է պահել, ոչինչ չի կերել, բայց որը մեկ այդ ոխ ունի, քեն ունի, ատելություն ունի եւ գալիս է Սուրբ Հաղորդություն մոտենալու։ Ուրեմն ծոմապահությունը քեզ հիշեցնում է այն մեղքերը, որը կուշ ժամանակ դու չես կարող տեսնել ու հասկանալ։ Խոսում այն մեղքերի մասին, որոնց մասին մինչ այդ դու չէիր ուզում անգամ մտածել։ Իսկ ծոմապահությամբ անդրադառնում ես այդ մեղքերին։ Երրորդ կարևոր պայմանը խոստովանությունն է։ Յուրաքանչյուր մարդ, ով էլ որ լինի, հոգևորական թե աշխարհական, ինքը օրվա մեջ բազում մեղքեր ու սխալներ է գործում։ Առանց խոստովանության չի կարելի մոտենալ Սուրբ Հաղորդության, որովհետև երբ որ քո մեղքերը քեզ մեջ են, այդ մեղքերը դու ծանրաբեռնված ու մոտենում ես, այդ հաղորդությունը քեզ համար դառնում է դատապարտություն։ Պողոս Արաքյալն ասում է. ինչու են ձեր մեջ շատ ցավագաներ ու հիվանդներ կան։ Պատճառը մեկն է, որ մենք չենք գիտակցում, որ սա պարզ հաց եւ գինի չէ, մեղքով կուտակված գալիս ենք մոտենալու։ Շատ հաճախ նույնիսկ եկեղեցում նկատում են, որ մարդիկ պատահաբար այդ պահին մտել են պատարագի ժամին եկեղեցի, տեսնում են հավատացյալները մոտենում են Սուրբ Հաղորդության, իրենք էլ իրենց հետևից գալիս են մոտենալու մարմին ու այրունը ճաշակելու, առանց հասկանալը, որ մեղքով ծանրաբեռնված մարդը չի կարող մոտենալ Սուրբ Հաղորդության։ Եվ վերջապես 4-րդ պայմանը աղոթքն է։ Աղոթքը մեր սրտի դուռն ու ցանկապատն է։ Ինչպես որ այգին եթե դուռ ու ցանկապատ չունի, ամեն տեսակ գազան, կենդանի կարող են գան մտնել մեր այգին ոտնակող անել, ավիրել, այնպես էլ առանց աղոթքի մեր սրտի դուռն է բաց, մեղքի ալիքը պիտի գա, մեր սիրտը անդադար պիտի վնասի։ Աղոթքով ենք մենք տեսնում ու հասկանում մեր սխալները։ Երբ որ դու աղոթում ես, չկա մեղք, որ քեզ չներվի։ Երբ որ դու աղոթում ես, դու ինքդ քեզ ես ճանաչում։ Աղոթքը քեզ համար հայելի է դառնում, որպեսզի ինքդ քեզ տեսնես, խոնարհվես, եւ այն երեքը ինքնաքննությունը, ծոմապահությունը, խոստովանությունը ամբողջացնում է աղոթքը, որովհետեւ պետք չի դու ամբողջ շաբաթ հենց այնպես ապրես, առավոտյան արթնանաս ու գնաս պատարագի։ Այս 4 կետերը շաբաթվա ընթացքում պիտի պահես, կատարես, գործադրես, որպեսզի գաս եւ մոտենաս Քրիստոսին։ Աղոթքով է նաեւ որ հասն ու պարզ գինին դառնում են Քրիստոսի մարմինն ու այրուն։ Աղոթքով է որ մարդ իր մեղքերից մաքրված, խոստովանված, սրբված մաքրությամբ ներկայանում է Քրիստոսին։ Ուրեմն թող Սուրբ Հաղորդությունը մեզ համար պատահական հանդիպում չդառնա, սիրելիներ։ Մենք գնում ենք Քրիստոսի հետ հանդիպման, որpիսի այդ հանդիպմանը դու պատրաստ լինես, ամենայն լրջությամբ պետք է մոտենաս այդ հանդիպմանը, պատրաստվես ինքնաքննությամբ, խոստովանությամբ, ծոմապահությամբ եւ աղոթքով քեզ զարդարես ու պաշտպանես չարի բոլոր հարձակումներից, նոր Քրիստոսին ճաշակես քո մեջ, որ Քրիստոս գա ու բնակվի քո մեջ, ինչպես որ ինքը խոստանում է ավետարանի մեջ։